Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն այն կոչվում է Status Quo։ Այսօր ես հյուրընկալել եմ մեր այս քննարկման համար ՀԱԿ փոխնախագահ, ինչպես նաև ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանին։ Պարոն Զուրաբյան, ողջունում եմ ձեզ։ Ողջույն։ Այսօր քննարկման թեմաները բավականին շատ են։ Ես ձեզ կփորձեմ մի փոքր հարցերով ծանրաբեռնել, այսպես ասած, փորձենք նախ հասկանալ ՀԱԿ-ի դիրքորոշումը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նախ հիմնադիր նախագահի հետ կապված բավականին մեծ քննադատություն եղավ, երբ որ նա կոչ էր արել միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ, կարող ես բառացի չեմ ասում։ Ոչ թե ինքը կոչ էր արել միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ, այլ հայտարարել էր, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է միավորի շատ լավ։ Արդյոք սա իրագործի այդ համախմբումը։ Համախմբումը, որը դուք եւս կարևոր եք համարում, բայց կարող եք նաեւ գնալ առանձին, եթե։ Դու եթե չստացվի, բնականաբար մենք կգնանք առանձին, մենք մեր էլեկտորատին, ընտրազանգվածին չենք կարող անտեր թողել։ Ես քանի որ շատ այդպես լսարանների ճաշակի խնդիր կա, ոմանք համարում են, որ Սամվել Կարապետյանը ռուսական շահերի ներկայացնողն է, եւ նաեւ քննադատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նա ուրեմն դրանով հետապնդում է ռուսական շահեր։ Ես կուզեի ոչ թե հասկանալ, որ դա մի պրիմիտիվ մոտեցում է, բայց ես կուզեի ամեն դեպքում դուք պարզաբանում մտցնեք, արդյոք ձեզ մոտ նման խնդիր կա դրված, որ նա ռուսական շահեր ներկայացնում է, թե չի ներկայացնում վերջը։ Այդ ամբողջը հնարած բաներ են, բոբոներ են վախացնելու համար հայ ժողովրդին, ընտրազանգվածին, մեկ Քոչարյանի վերադարձով են վախեցնում, մեկ ռուսական գուբերնիա դառնալու հեռանկարով են վախեցնում։ Այս բաները հնարվում են զուտ ընտրական տեխնոլոգիաների համար, որովհետև կներեք, կարծեմ հենց նույն Արամ Սարգսյանը չէ կոչ արեց արգելել Սամվել Կարապետյանի մասնակցությունը ընտրություններում այն պատճառով, որ 30%-ը իր կապիտալի ռուսական բանա, Ռուսաստանում է տեղավորված։ Եթե տենց գնանք, պարզվում է, որ 70%-ը այլ երկրներում է տեղավորված։ Կարծեմ 8%-ը Հայաստանում, բայց այդ մյուս երկրների հնարավոր ազդեցությունները ինչի չեն քննարկվում։ Առավել ևս, որ այդպես է պարզվում, որ կոպիտ ասած վերահսկիչ փաթեթը այդ կապիտալի Ռուսաստանում չի։ Փաստորեն։ Հա, սա շատ պրիմիտիվ մոտեցումներ են, պրոպագանդիստական լրիվ։ Ի վերջո կներեք, անունը դրել են ռուսական օլիգարխ, բայց այդ մարդը Հայաստանում ծնվել, Հայաստանում կրթություն ստացել եւ այլն, բիզնես արել է Ռուսաստանում, նա շատ մարդիկ եւ այլ երկրներում, ինչպես պարզվեց, համաշխարհային սփռման։ Հիմա այդտենց բաներով վախեցնել կամ էլ ասել նույն բանն է, որ ասում են բանա եկեղեցին ԿԳԲ-ի գործակալը։ Դե ասում են այսօր Փաշինյանը հենց Ստրասբուրգի ամենաբարձր ատյաններից, ամբիոններից մեկից հայտարարեց, որ ռուսական բաներ են, ներկայացուցիչներ են, հետեւաբար արդեն դե ինչ ասեմ, արդեն դրանով ամեն ինչ ասված է կարծեք։ Նիկոլ Փաշինյանը տեսնելով իր վարկանիշի անկումը, իրականում փորձում է, կարճում է իր իշխանությունից եւ փորձում է դրա համար ամենաանվրեպ քայլերը անել, որն է ստանալ Եվրոպական միության կամ Արևմուտքի աջակցությունը իր ընտրական բոլոր խախտումների եւ կեղծիքների համար։ Իսկ դրա համար միայն մեկ ճանապարհ կա, որ հայտարարեց, որ քո հակառակորդները բոլորը Ռուսաստանի գործակալներն են, իսկ եթե դու մնաս իշխանության, կապահովես Արևմուտքի ազդեցությունը եւ Հայաստանի հավատարմությունը, այդ ասենք թրիփին կամ չգիտեմ այլ բաներին, պլաններին, որոնք իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի դոմինանտության հաստատման պլաններ են։ Արևմուտքում, պարոն Զուրաբյան, այդքան պրիմիտիվ են, այսինքն հասկանալի է, որ ռուսների հետ խնդիրներ կան, հասկանալի է, որ այդ այնպես չի, որ ընդհանրապես Ռուսաստանը այս հրեշտակ է եւ բայց միթե Արևմուտքում այդքան սև ու սպիտակ ու այդքան խնդիր ունեն հասկանալու իրողությունները եւ չհավատալու ամեն ասածին։ Գիտեք, քանի որ Հայաստանը
շատ դժվար է իմանալ ու հասկանալ, հատկապես մեծ երկրների համար, ասենք եվրոպական, որոնք հեռու են գտնվում այս իրադարձությունների թատերաբեմից, իրենց համար շատ ավելի հեշտ է առաջնորդվել պրիմիտիվ նարատիվներով, ստերեոտիպներով, կաղապարներով, եւ դա Նիկոլ Փաշինյանը հոյակապ իրագործում է, այսինքն արդեն ներկայացնում է իրան որպես, չգիտեմ, անկախության, չգիտեմ, ռահվիրա, զինվոր եւ այլն, մինչդեռ այդ մարդն է, որը ամենամեծ հարվածներն է հասցրել Հայաստանի անկախությանը, ամենաշատն է թուլացրել հայոց պետականության ներուժը, ամենամեծ հարվածները հասցրել հայ ժողովրդի դες ներքին համախմբվածությանը, ինքնությանը, այսինքն ասել, որ Նիկոլ Փաշինյանը անկախության կողմնակից է, դա ուղղակի ձեռառնոցի է, ասենք, պարզ տրամաբանության, դա վիրավորանք է ցանկացած մտածող մարդու ինտելեկտին, որովհետև այդ մարդը իրականում գիտեք ինչ է անկախությունը, անկախությունը քո պետության հզորությունն է, ինչքան քո պետությունը հզոր է, այնքան դու անկախ ես, քո տնտեսությունը, քո բանակը, մենք այդ ուղղությամբ 90-ական թվականներին, այսինքն մենք ոչ թե ինչ անպագորգոր հայտարարություններ էինք անում մեր սուվերենության, չգիտեմ, ինքնիշխանության մասին, մենք հզորացնում էինք մեր պետությունը, որտեղ մենք շատ լավ գիտենք, որ կարևորը դեկլարացիաները չի, կարևորը քո պետության բանակի հզորությունն է, քո դաշնակցային հարաբերությունները, ընդհանրապես Ձեզ հիմա կոչվում են պատերազմի կուսակցություն։ Այն ինչ որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակ էլ կոչվում էին պարտվողական կուսակցություն։ Հիմա պատերազմի, այսինքն դուք հրահրում, ոչ թե հիմա, այլ այն ժամանակ դուք պատերազմի կուսակցություն եք եղել, որ ընդհանրապես Արցախյան շարժումը առաջ եք տարել։ Հա։ Գիտեք ինչա, այսինքն պիտի ենթարկվեք, հանձնվեք, հա։ Սա պարզ բան է։ Ինքը իր խայտարակ ձախողումները, որի պատճառով Ղարաբաղը կորցրինք եւ Ղարաբաղյան շարժման բոլոր արդյունքները մասխեցինք, հիմա փորձում է հետին թվով արդարացնել նրանով, որ իբր թե այն գլխից բանը դատապարտված էր շարժումը, այն գլխից ոչ մի բան չէր ելնի, հետեւաբար դա իրականում մի հատ ագրեսիա էր Ադրբեջանի նկատմամբ, որը բերեց մեզ այս արդյունքների, ինքը փորձում է թաքցնել սեփական ձախողությունը եւ պատմական պատասխանատվությունը մեր վախենում է պարոն Զորաբյան։ Իհարկե վախենում է, ինքը գիտի, որ պատմության դատաստանը շատ ծանր է լինելու, եւ ժողովրդի եւ պատմության դատաստանը շատ ծանր է լինելու, ուղղակի այս պահին ինքը ժամանակավորապես զբաղված է շանտաժելով սեփական ժողովրդին այն բանով, որ այ տեսեք, եթե ես իմ քաղցր հարաբերությունները Ալիևի Էրդողանի հետ ձեռք բերած ես չլեմ, դա հնարավոր չի իրականացնել, սա շանտաժ է։ Այո, պարզ ընդորում։ Շատ պարզ շանտաժ է, ակնհայտ է, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը այսօր չեն իրագործում ավելին, քան անում են այս պահին, դա ոչ թե Փաշինյանի ֆիգուրով է պայմանավորված, այլ պայմանավորված է միջազգային ինչ-որ ֆակտորներով, նաև զսպման ֆակտորներով, որոնք առայժմ չեն թույլ տալիս այդ բանը անել, բայց դա ոչ մի կապ չունի Փաշինյանի հետ։ Եվ ցանկացած ղեկավար, որը կփոխարինի Փաշինյանին, իհարկե ոչ պատերազմի օրակարգով, ոչ կոնֆրոնտացիայի գնալու օրակարգով, ոչ հայտարարելով, որ մենք եկանք հեսա Ղարաբաղը հետ ենք բերելու sense բաները, իհարկե ոչ մի օգուտ չեն բերի, բայց եթե իրան փոխարինի մի իշխանություն, որը խաղաղությունը համարում է արժեք, ուղղակի գիտի, որ այդ խաղաղությունը պետք է ձեռք չբերվի մեր ինքնության կորուստի գնով, մեր հաշվին կոպիտ ասած։ Հա, որ պետք է լինի նաև փնտրտուք Հայաստանի շահերի, հայկական շահերի, պետք է այո, ինչ որ հարցերում նաև ոչ ասել Ադրբեջանին եւ Թուրքիային, պետք է ինչ որ հարցերում պահանջներ էլ ներկայացրել, օրինակի համար Բաքվից մեր գերիներին հետ բերելու հարցում, մեր սահմանադրական այդ փոփոխությունների ուղղությամբ այդ ճնշումներից հրաժարվելու հարցում, այսինքն որ Ադրբեջանը ճնշումները կատարում է, այդ պահանջները մեր առաջ դնում է,
շատ լավ ձև կա այդ պահանջները չեզոքացնելու եւ բացատրելու, որ իրականում Հայաստանը պատրաստ է խաղաղությանը, բայց ոչ իր ինքնիշխանության ոչ կապիտուլյացիոն խաղաղության, այսինքն ոչ թե պարտադրված խաղաղության։ Դա հնարավոր է անել։ Դուք որ խոսում եք բնականաբար ակնարկում եք այն մասին, որ եթե դուք գաք իշխանության, դուք այդ գիծն եք տանելու, որը կոչվում է նաև խելամիտ ուղի։ Այո, մենք առաջարկում ենք մեր տարբերակը խաղաղության, որն այն է, որ այն չպետք է լինի միակողմանի։ Այդ տեսեք ինչ է կատարվում, օրինակ հիմա այս Իրանի-Իսրայելի պատերազմը ապացուցեց, որ թրիփը չի կարող լինել անվտանգության երաշխիք, որովհետև պատկերացրեք հանգարցակի մի քիչ թրիփը առաջ է գնացած լիներ եւ ասենք ստեղ արդեն գործեին ինչ որ ամերիկյան ստրուկտուրաներ, այդ թվում նաեւ ռազմականացված, որտեղ ենթադրում է, որ ինչ որ նաեւ անվտանգության էլեմենտներ պետք է լինեն այդ թրիփի գործունեությունը պահպանելու նպատակով պաշտպանելու։ Բայց ոչ ամերիկյան զինվորները։ Այսինքն ինչ է լինելու, Իրանը խփելու էր ուղղակի այդ բաներին։ Մենք սա մասին զգուշացրել ենք, մենք ասել ենք, որ ստեղ կա աշխարհակահաղական, ինչ ասեմ, դիսոնանս կա, ինչ որ մի աշխարհակահաղական խնդիրների ներդաշնակեցման խնդիր։ Դրա համար մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է թրիփին գումարի այդ Իրանի դեպի Իրան երկաթուղի կառուցումը ներգրավի դրա մեջ այդ պրոյեկտի մեջ Ռուսաստանին, Չինաստանին, Հնդկաստանին, Իրանին, ինչու՞ չէ, եթե պատրաստ են իրենց շահաբաժիններով մասնակցել փայատիրության, կարելի է այդ առաջարկ անել եւ Ադրբեջանին, եւ Թուրքիային, եւ Միացյալ Նահանգներին, եւ Եվրոպական միությանը։ Բայց որ Հայաստանը որը մեկը ոչինչ չէ հարցնում, սա այդքան էլ հայկական պրոյեկտ չի։ Դե իհարկե, բայց մենք հայտնվել ենք այդպիսի վիճակում։ Այսինքն այդ որ ասում ենք մեր խոսակցության սկզբում, որ անկախությունը ինչ որ վտանգված է, անկախությունը վաղուց արդեն ոչնչացված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մենք հիմա անկախության Փառք Աստծո դեռ ֆորմալ առումով մենք ՄԱԿ-ի անդամ ենք համարվում, ֆորմալ առումով դեռ գործում է մեր ինքնիշխանությունը, սահմանադրությունը եւ այլն եւ այլն։ Բայց եթե սա շարունակվի, այս կուրսը շարունակվի, այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը դարձրել է դե ֆակտո էությունը կատարվող process-ների, դա կարող է դե յուրե դառնա։ Այսինքն մենք պետք է դրա դեմն առնենք, խափանենք այդ process-ները, պաշտպանենք մեր անկախությունը ու ինքնիշխանությունը։ Այս ամենամեծ հարցը, որ առաջանում է շատերի մոտ, ովքեր ուզում են այդ ճանապարհին կանգնել, այն է արդյոք հնարավոր կլինի հունիսի 7-ին թույլ չտալ, որ Փաշինյանը վերընտրվի։ Մեր պատմության մեջ մենք չունենք, որ գործող իշխանությունը ընտրությունների միջոցով, եթե չի լինում ինչ-որ ֆորս մաժոր, չվերընտրվի։ Եվ նաև շատերը այդ ռեյտինգները չափում են եւ այլն, համարում են, որ այնքան էլ բարձր չի Փաշինյանին, բայց այնպես չի, որ հետո եկողները բարձր ռեյտինգ ունեն եւ սա խնդիր է առաջացնում։ Իրեք կարծեմ արդեն բոլորին բարձր որ համախմբումը հենց այն բանն է, քաղաքական ուժերի համախմբումը, հատկապես այն թեմաների շուրջ, որոնց շուրջ վեճ չկա, ասենք հայրաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանությունը, քաղբանտարկյալների ազատությունը, ժողովրդավարական նորմերի վերականգնումը, այս ինքնության դեմ հայտարարված պատերազմի ավարտը, այս ամեն ինչի շուրջ հնարավոր է համախմբվել, ել չասած, որ մեծ հաշվով որ նայում ես, ասենք ծրագրային շատ մեծ տարբերություններ չկան եւ այն ուժերը, որոնք պատրաստ են ընդունել այս մեր բազմավեկտոր քաղաքականության տեսլական հայեցակարգը, տեխնոլոգիական գործընթացի բանը մեր առաջարկած ծրագիրը, Իրանի հետ երկաթուղու կառուցման ծրագիրը, այդ ուժերի հետ կարելի է միավորվել եւ միասնական քայլերով Դե միշտ խնդիր է եղել ընդհանրապես ընդդիմության միավորումը, որովհետեւ ըստ իս ամենավերջում երևի խնդիրն եղել է թե ով է լինելու վարչապետի տեխնացուի վերջո։ Ոչ թե մնացած հարցերը, շանկ ավելի կենսաղի է, եկել են հողի խնդիր, որը ով է լինելու եւ այդտեղ տարաձայնություններ, ով առաջին տեղով, երկրորդ, երրորդ, որտեղ դա նաեւ պայմանավորված է լինելու
падգամավորների քանակը, միգուցե նախարարների քանակը եւ այդտեղ միշտ տարաձայնությունները փչացրել են ամբողջ այդ շարժումները։ Հիշում եք դեկտեմբերի 26-ին, երբ որ Հայ ազգային կոնգրեսը միասնական ներկայացավ եւ հայտարարեց, որ ես լինելու եմ կոնգրեսի տեխնացուն, ես այդ ժամանակ այդ օրը անցկացրեցի ասուլիս, որտեղ ներկայացրեցի մեր հայտիությունը, ծրագիրը, մեր մոտեցումները, բայց նաեւ այդ ասուլիսի ժամանակ հայտարարեցի, որ կոնգրեսը իր հայտը ներկայացնելով հանդերձ միևնույն ժամանակ հասկանում է, որ եթե լինի լուրջ համախմբում, մենք պատրաստ ենք քննարկել բանի փոխզիջումային տեխնացուի, անգամ փոխզիջումային ծրագրի մշակմանը մենք դա պատրաստ ենք։ Դա դուք այնտեղ նշել եք այն ուժերը, որոնք դեմ են Փաշինյանին ըստ էության։ Փաշինյանը եւ նաեւ այդ մոտ չեն, ասենց ասեմ, Քոչարյան, Սերժ Սարգսյան ուժերին։ Այդ բանը մենք դրել ենք, այսինքն մենք ասել ենք եկեք ռացիոնալ, իրատեսական, այս ինքնության պաշտպանությունը կարևորող, խաղաղության իրական ուղին կարգավորող, որը մենք հիմա ասում ենք խելամիտ ուղի է, դուք նշեցիք դա, խելամիտ ուղի է, այդ խելամիտ ուղին նաև դառնալու այդ Իրան-Հայաստան երկաթուղին, դա էլ է լինելու շատ խելամիտ ուղի մեր անվտանգության եւ խաղաղության եւ տնտեսական զարգացման խնդիրները լուծելու։ Իհարկե հիմա ես հիմա տեսնում եմ շատ հաճախ հարց է դրվում, որ լավ, բայց այս Իրանի հետ ինչ է կատարվում, հիմա կարող է պատահի արդեն արդիական չի էս ձեր բանը, ծրագիրը։ Ես սրան շատ բարձ պատասխան ունեմ։ Լսեք, սա կենաց մահու պատերազմ է։ Իսրայել ոչ Ամերիկայի համար, Ամերիկան անգամ եթե տանուլ տա, ինչպես Աֆղանստանում, ինչպես they don't care վիճակը, Վիետնամում ինքը չի կորցնելու իր առաջատար եւ հզորագույն երկրի դիրքերը։ Մի քիչ կսասանվեն այդ դիրքերը, բայց այդպես բան շատ է եղել պատմության մեջ եւ Ամերիկան ոչ միտեղ չի կորել։ Բայց Իսրայելի ու Իրանի միջև սա կենաց մահու խնդիր է։ Եվ հիմա մենք եկել ենք մի իրավիճակի, որ Իսրայելը դրել է Իրանի վերացման նպատակ որպես պետություն, որպես միասնական պետություն, իսկ Իրանը դրել է Իսրայելի վերացման նպատակ եւ այս կենաց մահու պատերազմում ըստ էության երկու հնարավորություն կա, կամ Իրանը կպահպանվի դիմակայելով եւ ի վերջո հաղթարելով այս հզոր ճնշումը ռազմական, որ իր վրա իրագործվում է աշխարհի ամենահզոր երկու բանակներից երկուսի կողմից, կամ չի պահպանվի որպես պետություն։ Էսա բանը, եթե չի պահպանվում որպես պետություն, Աստված մի արածցե իհարկե, բայց եթե չի պահպանվում, Հայաստանի գործերը իսկապես շատ բարդանում են, որովհետև մենք հայտնվում ենք մի հատ շրջապատի մեջ, մեր նկատմամբ շատ վատ տրամադրված պետությունների, ասենք պատկերացրեք հարավային Ադրբեջանն էլ հայտնվի կամ ինքը հայտնվի Ադրբեջանի կազմում, սա այդ կնշանակի, որ մենք արդեն լրիվ մեր ստրատեգիական բոլոր առավելությունները, հնարավորությունները կորցնելու ենք եւ հատկապես հաշվի առնելով այն հայատյաց համակարգային հայատյացությունը, որ Բաքվում եւ Ադրբեջանի պետության մեջ ստեղծվել է, շատ ծանր ապագա է մեզ սպասում նման դեպքում։ Այդ ժամանակ սկիթրիպի կարիք էլ չի լինի, ոչ մեկի անգամ ստրատեգիական նշանակություն չի ունենա թրիպը։ Ադրբեջանը դրան է գրում է, որ ինքը Զանգեզուրի հետ հատվածը վերցնի եւ ինչ թրիպ ինչ բան։ Արդյոք Զանգեզուրը կհետաքրքրի զուտ որպես հարստությունների, տենց թեկուզ բանի, չգիտեմ, ոսկու, ուրանի եւ այլն, լիթիումի եւ այլն տենց մի պաշար, որ իրենք կուզենան, ասենք, վերցրել, բայց ստրատեգիական առումով մենք կհայտնվենք ծանրագույն վիճակում, ծանրագույն։ Իսկ եթե Իրանը դիմանա, այդ երկաթգծի կառուցումը դառնում է, ինչ ասեմ, ամենաառաջնային
ուղղություններից մեկը մեր համար 30 տարիա չի կառուցվում, չէ, ասում էր դրա մասին, Քոչարյանի ժամանակ էր ասում եւ այլն։ Չէ, այդ առաջին անգամ կարծեմ Սերժ Սարգսյանը 2008 թվականին խոսեց դրա մասին եւ բավականին Քոչարյանի ժամանակ կարծեմ պետք է նավթամշակման բանս կառուցվեր Մեղրի հատվածում։ Բավականին մեծ աշխատանք կա արվել, ասեմ։ Պարոն Զորաբյան, ես կուզեի վերադառնալ ամեն դեպքում հաղորդման ավարտին մի քանի մեկ ավելի շուտ կարևոր կետի, ըստ ձեզ, որոնք են այն քաղաքական ուժերը, որոնք խաղալու են ընդդիմություն, բայց իրականում իրենք կոչենք իրենց հիբրիդային, հա, շատ են սիրում այդ բառը, հիբրիդային, այսինքն եւ այնտեղ են եւ այնտեղ եւ հիմնականում ընտրության արդյունքներով պայմանավորված անցնելու են իշխանության։ Գիտեք, ես անուններ չեմ ուզում հիմա կպցնել որևէ քաղաքական ուժին։ Չկա տենց ակնհայտ օրը։ Չկա։ Կան ակնհայտ ռուսակ մեծ ուժեր, կան ակնհայտ արևմտամետ ուժեր, ադրբեջանամետ ուժեր, որը գլխավոր ուժը ադրբեջանամետ, դա հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրն է, որը իրականում այդ իբր դեպի եվրոպական միություն գնալու այդ հայտի տակ թաքցնում է պարզ ադրբեջանացման ծրագիրը, որ ինքը վաղուց ընդունել է ու սպասարկում է։ Ինչի՞ չեմ ես անուններ տալիս, չեմ ուզում անեմ, որովհետև դրանով ես ավելի կխորացնեմ այդ բանը, մթնոլորտը, այդ հիբրիդային պատերազմի մթնոլորտը, իսկ մենք դրանից պետք է ինչքան հնարավոր է հեռու մնանք, խուսափենք եւ դատապարտենք բոլոր այն ուժերին, որոնք այդպես վարվում են։ Միացյալ Նահանգները աջակցելու է, Եվրամիությունը աջակցելու է, մայիսին ենք մեծ գագաթնաժողով են անելու, որը բնականաբար իշխանությունը շատ լուրջ օգտագործելու է PR-ի համար եւ բավականին դժվար է լինելու այլ ուժերին փորձել այդ ամեն ինչը, այսպես անգլիացիորեն navigate անել, էլի փորձել կառավարել այդ ամեն ինչը։ Շատ զարմանալի իրավիճակ է ստեղծել։ Այսինքն այն պետությունները, որոնք խոսում են ժողովրդավարության մասին, ազատ ժողովրդի ազատ կամարտահայտության մասին, այսօր այդ կամարտահայտության դեմն առել են։ Այսինքն ենք ասում են ախպեր ջան, այս ուժնա ինքը մեր շահերը սպասարկում է, ինքը պետք է մնա։ Այո, ակնհայտ։ Բայց ժողովրդավարություն ի՞նչ եղավ։ Չկա ժողովրդավարություն։ Այն պարզվում է այն ժամանակ, երբ որ այն սենց ասենք միջազգայինորեն ընդունված էր, որ գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության գոտու մեջ, ժողովրդավարության գործերը ավելի լավ էին, որովհետև այն ժամանակ գոնե նրանք բարձրացնում էին այդ ընդդիմության իրավունքները, մարդու իրավունքների հետ կապված հարցերը, ակնհայտ չէին աջակցում այս կամ այն քաղաքական ուժին։ Այդ ժամանակ ավելի լավ էր ժողովրդավարության համար Հայաստանում, քան թե հիմա, երբ որ իրանք որոշել են, որ իրանք շահերը պետք է սպասարկի այս պարտը։ Բայց կներեք, ուրեմն մենք մտնում ենք այն սխեմայի մեջ, որը ասենք եղել է հարավային Ամերիկայում 60-ական, 70-ական թվականներին, երբ որ Միացյալ Նահանգները աջակցել են ամեն մի բռնապետական ռեժիմին, որը Քադաֆին են, Հուսեյնին են աջակցել, խնդիր չունեն իրենք եւ բազմաթիվ այլ երկրներ չունեն։ Հա, այսինքն այս ի՞նչ է։ Դե այդ փուչիկը պայթում է կամած եւ ցավոք, որովհետեւ ինչ որտեղ մենք հույս ունեինք, որ կան երկրներ, որոնք մեզնից երևի այդ առումով ավելի լավն են, բայց մենք հա կան իհարկե ավելի առաջ գնացած, ավելի կազմակերպված, բայց մեր արժանապատվության հարցն է։ Այսինքն մենք պետք է հայ ժողովուրդը այսօր պետք է իր կամքը թելադրի, իր ճակատագիրը վերցնի սեփական ձեռքերի մեջ, մերժի բոլոր այն պետություններին, որոնք որոշել են, որ կարող են խառնվել մեր ներքին գործերի մեջ։ Լինի դա իդեպ Ռուսաստանը, լինի դա Ադրբեջանը, մենք մեզ այնքան թույլ ենք պահել, որ թույլ ենք տվել, որ օտար երկրյա դիվանագետը կարող է գալ եւ քեզ սովորեցնել, թե դու ինչպես պիտի ընկալես քո վարչապետի, անկախ նրանից ընտրել ենք, չենք ընտրել մենք իրան, իր քաղաքականությունը, չհամաձայնի քեզ բան մատ թափտա, երբ որ ենթադրենք դու համաձայն չես ինչ-որ բաներ, դա մենք ենք թույլ տվել մեզ։ Դե իհարկե մենք ենք թույլ տվել, թե թույլ չտանք, դες բան չի լինի, որ այսինքն եթե մենք դա թույլ ենք տալիս, մենք ընկնում ենք այդ հիբրիդային պատերազմի, պրոքսի պատերազմի մոդելի մեջ, որը իրականում որևէ տեղ լավ բան չի տվել, բերել է երկրի քանդվելուն, քաոսի, պարակտման։ Այսինքն այսօր մենք պետք է ասենք, եղբայր, դուք ունեք ձեր շահերը, Արևմուտք, Ռուսաստանը դու ունես քո շահերը, չգիտեմ, Ադրբեջան դու ունես քո շահերը եւ այլն, բայց կներեք, այո, մենք պատրաստ ենք քննարկել ձեր հետ ձեր լեգիտիմ ստրատեգիական շահերի ներդաշնակեցումը մեր շահերի հետ,
Բայց ինչ վերաբերում է մեր ներքին կյանքի կազմակերպմանը, մեր լիդերների ընտրությանը, սահմանադրության բովանդակությանը, այդ բոլոր բաները բացառապես մեր իրավունք։ Բայց իրենք հիմա ակնհայտ օրինակ ասեն regime change, դա նույնիսկ անթակույց են ասում ընդհանրենք Իրանում, որ պետք է փոխվի։ Կարծեք այնպես բանը ոնց որ դա իրենց գործն է, բայց մարդիկ չեն խնդիր չունեն։ Վենեսուելան փոխեցին, հիմա Կուբայում են ուզում փոխել, ռուսները Ուկրաինայում են ուզում փոխել, չգիտեմ, եվրոպացիները Վրաստանում են ուզում փոխել, բայց ո՞նց կլինի։ Այստեղ է որ մենք պետք է մեզ պահենք իսկական ժողովրդի պես։ Մենք պետք է բոլորին մեր դնենք մի կողմ, մենք ընտրենք այն մարդկանց, այն քաղաքական ուժերին, որոնք հետապնդում են Հայաստանի շահը բացառապես եւ որոնք իսկապես կարող են այդ բաները դուրս մղեն, այդ բոլոր այդ ազդեցությունները ու գնան բոլորի հետ համագործակցության ճանապարհով։ Դա իդեպ մեր կոնգրեսի այդ կամուրջ, երկիր կամուրջ, այդ հայեցակարգի մեջ է տեղավորում, որովհետև մենք ասում ենք, որ մենք չենք ուզում բլոկավորվենք, մենք չենք ուզում լինենք մեկուսացված կամ այս մի բլոկի անդամը այն մյուսները մեզ սանկցիաների տակ կողեն կամ այս բլոկի անդամը դեպքում նրանք մեզ հետապնդեն, խփեն մեր շահերին, դա ուղիղ ճանապարհ է դեպի պրոքսի պատերազմ, դեպի հիբրիդային պատերազմ, դեպի երկրի ոչնչացումը։ Մենք ասում ենք, մենք պետք է հաստատենք մեր սեփական ստրատեգիական շահը եւ պետք է մեր ուղերձը պետք է լինի բոլորին հետեւյալը։ Դուք այստեղ կռվելու իրավունք չունեք։ Սա մեր երկիրն է, ինքնիշխանության մեր գոտին է, դուք այստեղ կռվելու իրավունք չունեք։ Դուք այստեղ կարող եք համագործակցել։ Այստեղ մենք կարող ենք ներդաշնակեցնենք ձեր բոլորի շահերը, բայց Հայաստանի շահը պետք է լինի առաջնային, ոնց որ Armenia first բանով տարբերակով։ Մագա, մեկ Armenia great again։ Պարոն Սրաբյան, շնորհակալություն շատ։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Բարեկամներ, շնորհակալություն նաև ձեզ հյուրընկալեցինք ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանին, հաջողություն ձեզ։